Այսօր համաձայն Սասնա Ծռեր խմբավորման անդամների եւ իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության խմբի անդամները բաց են թողել Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին պայմանով, որ տարածքում ստեղծվում է լրատվական կենտրոն ուղիղ հեռարձակմամբ։ Պայմանավորվածությունը սակայն իշխանությունների կողմից խախտվեց, լրագրողների մուտքը թույլատրվեց միայն առանց կապի միջոցների։ Ոչ մի ոստիկաններ չի մնում։ Ոստիկաններ ուսս են գնում։ Ինտերնետ կապի հետ կապված դուք ունեք ինտերնետ կապ։ Ուրեմն ոչ մի բան չի ընտանալու, մինչև այդ ինտերնետ կապը չլինի։ Մինչև այդ ինտերնետ կապը չլինի, մինչև դուք ուղիղ եթեր չապահովեք, մինչև այս կեղտերը իրաց կեղտոտությունները չմաքրեն, իմ ժողովուրդը Ներնեմ իրանք, մենք ժողովուրդը այդ խնդիր չունենք։ Այսինքն նախնական պայմանավորված։ Այո, մենք պայմանավորենք պետք է լինի։ Մենք պետք է լինի մեր ուղիղ կապ, ուղիղ միացումը մեր ժողովրդի հետ։ Ինչպես? Իրանք ասել են, որ անպայման կլինի թե ինտերնետ կապը, թե սոցցանցերը եւ հեռախոսները։ Դրա փոխարեն եք բաց թողել։ Ինչպես? Մենք ոչ մի բանի փոխարեն, մենք ինչ արել ենք, այդ մեր մարդասիրությունից դուրս եկած ենք արել։ Միայն ավելի ուշ իշխանությունները որոշեցին թույլատրել կապի միջոցների առկայությունը, լրատվամիջոցները ազատ կարողացան շրջել Սասնա Ծռեր խմբի վերահսկողության տակ գտնվող տարածքով եւ զրուցել անդամների հետ։ Նախ հայտարարություն կատարեց Վարուժան Ավետիսյանը։ Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել, զենք ենք վերցրել այդ բանդայից մեր երկիրը ազատագրելու առաքելությամբ։ Այդ առաքելությունը ենթադրում է մեր առաջին քայլը եւ մեր ժողովրդի ընդվզումը, որը դանդաղորեն դժվարությունները պայմանավորված են, այս դանդաղությունը դժվարությունները պայմանավորված են մի շարք գործոններով, դրանց հետագայում կանդրադառնամ, բայց կարծես թե անշեղորեն աճման պայմաններում։ Մենք ներս ենք մտել այստեղ առանց որևէ մեկին մեր մոտ պահելու, ինչպես ընդունված է ասել, սովորական դասական դեպքերում պատանդ պահելու նպատակի։ Նման նպատակ մենք չենք ունեցել, ուղղակի ստեղծված իրավիճակում այդ մարդիկ հայտնվել են մեր տարածքում։ Եվ փուլ առ փուլ ըստ իրավիճակի մենք բաց ենք թողել, ազատել ենք մեր մոտ գտնվող բոլոր ոստիկաններին, այսօր այդ գործընթացը ավարտվեց։ Որոշակի պահից սկսած մենք հստակեցրեցինք մեր համար, որ ոստիկանների ներկայությունը մեզ մոտ բնականաբար կապ չունի մեր քաղաքական նպատակների, մեր բարձրացած ապստամբության նպատակների հետ, եւ մենք այն անջատեցինք գործընթացի ընդհանուր համատեքստից, որ ինքնաբերաբար էր ուղղակի ձևավորվել, եւ տեղափոխեցինք մարդասիրական համատեքստ եւ այդ համատեքստում հարցը լուծեցինք։ Այստեղ առաջին օրը զրահամեքենան ուղակի գնդացրից կրակելով, անկանոն կարելիացել կրակելով, այստեղ բազմաթիվ մարդիկ էին կանգնած, հարձակվեց ներկա գտնվողների վրա այս հատվածում, կներեք, եւ վիրավորեց մեր խմբավորման անդամներից մեկին, որից հետո գնդացրորդը չեզոքացվեց։ Այդտեղ կանգնած էին նաև գեներալ մարմնական վնասված ստացավ հրազենային գնդակային եւ այլևս պիտանի չեղավ իր գործը շարունակելու համար։ Այդտեղ կանգնած էին գնդապետ Մովսիսյանը եւ գեներալ Եղիազարյանը, նրանք նույնպես կարող էին զոհվել այդ գնդացրորդի արձակած կրակոցներից։ Այսինքն իրենց համար այլևս որևէ նշանակություն չունեին ոչ գեներալը, ոչ գնդապետը, դա հատուկ սադրանք էր, որը ուղղակի ձախողվեց մերոնց մարտունակության եւ աչալրջության շնորհիվ։ Մենք զենք ենք բարձրացրել կայծ դառնալու համար մեր ժողովրդի ընդվզման։ Ինչպես տեսնում եք, այդ ընդվզումը, ասացի նախորդ խոսքումս, որ դանդաղորեն ձևավորվում է, դանդաղ ընթացքը ընդվզման պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից ես կցանկանայի նշել նախ առաջինը ժողովրդի ճնշված վիճակը, անսովորությունը այսպիսի մեթոդներին եւ երկրորդը քաղաքական մանիպուլյատորների գործունեությունը, ովքեր ցանկանում են եւ ռեժիմի կողմից եւ առհասարակ
ցանկանում են յուրաքանչյուրը իր հերթին կամ միգուցե համատեղ պլանի համաձայն մարեցնել հերթական ժողովրդական ընդվզումը եւ մեր երկիրը տանել իրենց համար ցանկալի ուղիով, այսինքն դեպի անդունդ։ Մենք նաեւ հայտարարում ենք, որ պետք է փորձ չարվի այլևս ձեռք բարձրացնելու մեր ժողովրդի վրա, հակառակ պարագայում մենք կարող ենք դիմել ակտիվ գործողությունների։ Եթե ժողովրդի վրա ձեռք չբարձրացնեն, մենք տեղից չենք շարժվի, հանգիստ կմնանք այստեղ, մինչև ժողովրդական շարժումը հասնի իր տրամաբանական ավարտին։ Մենք զենքը վայր չենք դնելու, քանի դեռ ականատես չենք լինելու Հայաստանի Հանրապետությունում արմատական փոփոխությունների իրականացմանը։ Ուրեմն ընդվզումը սկսել ենք մենք, ընդվզումը սկսվել է զինված ապստամբության դիմելու մեթոդով, որին պարոն Փաշինյանը եւ բոլոր մնացած երրորդ հանրապետության քաղաքական գործիչները դեմ են եւ ունակել չեն դրան, եւ այսօր պարոն Փաշինյանի կամ որևէ մեկ այլ գործչի կողմից այդ ընդվզումը եւ դրան հաջորդած ժողովրդական սկսվող շարժումը յուրացնելու այդ շարժման ընթացքը եւ արդյունքները անձնական, կուսակցական կամ այլ նեղ նպատակներով ծառայեցնելու հանգամանքը շատ վրդովեցուցիչ է, վիրավորական մեր ժողովրդի համար եւ դատապարտելի է։ Հորդորում ենք պարոն Փաշինյանին չկիրառել այդպիսի տեխնոլոգիաներ, զերծ մնալ նման գործողություններից եւ մասնակցել ժողովրդական ընդվզման գործընթացի ծավալմանը, որպես հմուտ գործիչ։ Մենք ինչի համար այս քայլն արեցինք այս գնդում, բոլորիդ ասեմ, որտեղ այս գունդը դարել էր իմ ժողովրդի գլխին որպես չարիք։ Դուք տեսնում եք, թե ինչպես են նրանք վերաբերվում ժողովրդի հետ, թե ինչպես են քացի տալիս, թե ինչպես են բռնանում, թե ինչպես են անարգում, հենց երբեմն նաև ձեզ լրագրողներիդ։ Թե ինչպիսի շվայտ ու ցոփ կյանքով են ապրել սրանք, ստեղ մենք արդեն տեսնում ենք։ Այդ արդեն ես եմ ականատեսը։ Թե ինչ պայմաններ է ստեղծված նրանց համար։ Եթե հայ զինվորը գոնե սրա 1/10 մասով ապահովված լիներ, մենք այդպիսի խայտառակ տեսարան չէինք ունենա։ Այստեղ 80-ականների զենքեր չեն։ Ցույց տամ մի հատ։ Շատ կարևոր բաներ են։ Այսինչը որ տեսնում եք, սիրահուժար այն նրանք նվիրել են մեզ։ Այո։ Հետագա քայլերը մենք կմեռնենք, բայց առանց հաղթանակից տեղից դուրս չեն գա։ Մենք ցանկանում ենք անարյուն լինի։ Մեզանից ոչ մեկին։ Իշխանություն պետք չէ։ Այս ինձ ազատությունն է պետք։ Ինձ պետք է իմ սեփական ժողովրդի այս թշվառ վիճակից դուրս հանելը։ Եվ ես որպես նրա զինվոր չէի կարող հանդուրժել։ Արդեն վերջն էր։